Կարդում եմ ամուսնուս ձեզ ուղված ողջույնի խոսքը։ Բարի երեկո, մեզ շատ սիրող մարդիկ, ներողություն եմ խնդրում իմ Nemnimiensuri ժամանակացույցից խախտումների համար։ Վստահ եմ, բոլորդ էլ հասկանում եք, որ այս պայմաններում հստակ գրաֆիկին չհետևելը այդքան էլ մեծ կրիմինալ չէ, հատկապես երբ հաշվի առնենք այն փաստը, որ ձեր հարցերին պատասխանում է հայտնի հետույքի պատճառով ճակերտավոր խուլիգան հռչակված անձը քրեակատարողական հիմնարկից։ Վստահ եմ, որ այս վիճակը ժամանակավոր բնույթ է կրում եւ ոչ հեռավոր ապագայում հնարավորություն կունենամ ինքս տեսախցիկների առջև նստած պատասխանել բոլոր հարցերին։ Այս անգամ եւս մեզ մշտական հարցեր ուղող օգտատերերի հարցերին ենք պատասխանում եւ առաջինը կպատասխանեմ Ալեքսի հարցին։ Ընթերցեմ Ալեքսի հարցը։ Ողջույն Նարեկ ջան, ինչպես միշտ Կիևից։ Եղբայր ջան, այս հայվանը անցել է բոլոր հնարավոր կարմիր գծերը։ Մի սրբազան տերորիստ է սարքել, մյուս սրբազան պլան է ցրում, դու խուլիգան ես, մյուսը KGB-ի ագենտ։ Չնայած KGB-ն արդեն 30 տարուց ավել է գոյություն չունի։ Նարեկ ջան հարց. Եղբայր Նիկոլի Հայաստանում քաղաքակիրթ ընտրական կամ ինչ որ մարդկությանը հայտնի ցիվիլ կերպով հնարավոր է Լինկոլին հեռացնել։ Եղբայրս նորից ընդունիր զորակցությունս, համբերություն քեզ ու եւ ընտանիքիդ։ Հիմա կընթերցեմ Նարեկի պատասխանը։ Աներկբա է, որ նիկոլական ռեժիմը անցել է բոլոր հնարավոր գծերը, բարոյականից մինչև իրավական, մարդկայինից մինչև համամարտկային։ Ռեժիմը այլևս ոչ մի գիծ չունի հատելու, բայց սա ոչ թե իրենց անպարտելիության, այլ հակառակը ավելի ու ավելի խոցելիության ցուցիչն է։ Ռեժիմի պարագլուխն իր բոլոր գործած ապօրինություններին հանցագից է դարձրել ոչ միայն համակարգերին, այլև դրանք ղեկավարող եւ իր ուղիղ հրամանները կատարող կոնկրետ անձանց, որոնք ունեն անուն ազգանուններ։ Այլևս այդ բոլոր անուն ազգանունները ռեժիմի պարագլխի հետ հավասար կիսում են տեղի ունեցած կոնկրետ ապօրինությունների պատասխանատվությունը։ Քանի որ թաթախվել են ռեժիմի կողմից վերջին 6 ամիսներին արվող խայտառակ եւ երրորդ հանրապետության պատմության մեջ աննախադեպ այս քաղաքական հալածանքների մեջ։ Առաջին հայացքից իմ վերոթվարկած շղթան կարող է հուսահատեցնող կամ ռեժիմի անպարտելիության մասին հավաստող ապացույց թվալ, բայց վստահեցնում եմ, որ հենց այսպիսի սիստեմատիկ այլասերվածությունն է եղել պատմությանը հայտնի բոլոր ավտոկրատական ռեժիմների վերջաբանի նախերգանքը։ Ադոլֆ Հիտլերից մինչև Բենիտո Մուսոլինի, Սլոբոդան Միլոշևիչից մինչև Պինոչետ իրենց իշխանությունը կորցրել են հենց այն ժամանակ, երբ ռեժիմի բոլոր ուժային սյուները հպատակեցրել են իրենց եւ կոնկրետ անուն ազգանունների դարձրել են իրենց հանցակիցը։ Մինչև համակարգային ամբողջական այլասերում անգամ ամենամեծ բռնապետական հակումներ ունեցող առաջնորդներին իր հակաիրավական վարքի մասին զգուշացնողներ են լինում, ընդդիմացողներ են լինում եւ դա շատ հաճախ օգնում է զերծ մնալ համակարգի կամ ռեժիմի փլուզումից։ Այդպիսին էր Ավգուստո Պինոչետի Չիլին, գեներալի իշխանազավթման առաջին տարիներին, երբ իր շուրջը հավաքված ամերիկացի խորհրդականները թույլ չէին տալիս մարզադաշտերում այլախոհների գնդակահարելը։ Բայց երբ Պինոչետին թվաց, որ արդեն իրեն ենթարկվողներն են պետք եւ իշխանազավթումից 5 տարի անց իրեն հանցակից դարձրեց Չիլիում հաստատված խունտայի բոլոր օղակներին, Չիլիում մի մարզադաշտում հավաքեցին Պինոչետի խունտայի այլախոհներին եւ բոլորին անխնդիր գնդակահարեցին։ Իդեպ այդ ժամանակ էլ էր ԱՄՆ-ն լռում։ Հետագայում Չիլիում ստեղծեցին այլախոհների համակենտրոնացման ճամբարներ, իսկ թե ինչ եղավ Պինոչետի այդ վախենալու բռնապետության վերջը, կարծում եմ հիշում են շատերը։ Մինչև ամբողջական համակարգային այլասերում Սլոբոդան Միլոշևիչը իր կողքին ուներ պաշտոնյաներ, ովքեր այս կամ այն հարցի շուրջ ըմբոստանում էին եւ որևէ մեկ կերպ մեղմում էին իրենց պարագլխի ամբողջական այլասերումը։ Եվ այդ իսկ պատճառով ԱՄՆ-ի քավորությամբ 1995 թվականին Դեյթոնում կնքվեցին հայտնի ակորդները։ Իսկ երբ Միլոշևիչը մեր այսօրվա պարագլխի նման իրեն հնազանդեցրեց եւ այլասերեց Սերբիայի քաղաքական համակարգը, ՆԱՏՕ-ի ինքնաթիռները սկսեցին ռմբակոծել Բելգրադը։ Իսկ վերջում Սլոբոն քաղաքացիական մեծ ըմբոստության հետևանքով վռնդվեց իշխանությունից եւ մահացավ Հագայի դատարանում։ Իսկ իրեն հլու հնազանդ հանցակիցներ դարձած ռեժիմից առ կոնկրետ անուն ազգանուններից ամենափութաջանները մինչ օրս իրենց պատիժն են կրում սերբական բանտերում։ Այսօր նիկոլական ռեժիմն ապրում է նշածս պատմական փուլերի վերջին հանգրվանային փուլը։
Երբ այլևս իր շրջապատում չկան մարդիկ, որ փորձեն գոնե ինչ-որ ակնհայտ խելացնորություններից ետ պահել պարագլխին, պարագլուխը կոնկրետ անուն ազգանունների դարձնում է հետույք ասելով խուլիգաններ, պլան գցող սրբազաններ, ծխերով հեղաշրջում անող հանցագործներ։ Իսկ վերջում ռեժիմը արգելակներ չունենալով անում է այնպիսի բաներ, որոնք հանգեցնում են անկասելի ցասման, իսկ դրան հաջորդում է իշխանազրկումն ու պատիժը։ Այսքան երկար գրելուս եւ պատմական հայտնի օրինակների մեջ խորանալուս միակ պատճառը հարցիդ պատասխանն ավելի համոզիչ դարձնելն էր, Ալեքս ջան։ Իսկ պատասխանն է այո։ Այս ռեժիմից ազատվելու միակ ձևը քո ասած ցիվիլ ձևն է։ Խոսքից սարսափող, խոսքը բանտարկող ռեժիմի դեմ ամենաարդյունավետ գործիքը հենց խոսքն է։ Պարագլուխը սարսափում է ճշմարիտ խոսքից։ Իրեն պետք է հաղթել ճիշտը ճակատին ասելով, խաղաղ անհնազանդության ակցիաներով եւ քարոզարշավներով։ Ռեժիմի պարագլուխը Պինոչետից, Միլոշևիչից եւ քեզ հայտնի այլ բռնապետերից ուժեղ չի, իսկ առհասարակ դրան վերոնշյալ գործիչների հետ համեմատելն անգամ մեղք է։ Այս ռեժիմը գնալու այլընտրանք չունի եւ ինքը հեռացվելու է ամենախաղաղ եւ քո ասած ցիվիլ ձևերով եւ ինչու ոչ նաեւ մեր առաջնորդությամբ։